Հաջորդը, որ էլի Իջևանի հետ կապ ունի, ես առիթ ունեցել եմ այս դահլիճում ասելու, որ մենք Իջևանում սուբվենցիոն ծրագրով իմ հանձնարարությամբ, բայց սուբվենցիոն ծրագրով լողավազան ենք բացօթյա ստեղծել եւ որը արդեն սկսում է աշխատել։ Իհարկե այնտեղ որոշ տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս, որովհետեւ էլի նոր բան է բոլորովին մեզ համար եւ ջրի մաքրման հզորությունները կամ համակարգը պետք է ավելի լավարկվի։ Էդ էլ համատարած խնդիր է Հայաստանի համար, որ մասնավորապես Հայաստանի բնակավայրերի, քաղաքների մի մեծ մասում երեխաները ուղղակի լողալու տեղ չունեն։ Եվ դա խնդիր է, եւ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք եւ դա էլ տեղավորելով մեր նախընտրական կոմբինացված խաղահարապարակի տրամաբանության մեջ, որովհետեւ լողավազանն էլ է ըստ էության խաղահարապարակ, իհարկե առանց նվազեցնելու։ Մենք պետք է դուրս բերենք եւ առնվազն այն քաղաքներում, սկզբնական շրջանում, որտեղ գոնե 3 ամիս, ավելի քան 3 ամիս լողալու բացօթյա բան կա, սեզոն կա, այդ նույն ծրագիրը պետք է իրականացնենք նաև մեր բոլոր քաղաքներում, որպեսզի բոլոր նման քաղաքներում, իհարկե տեղեր կա, որ լողի բացօթյա լողի սեզոնը շատ կարճ կլինի, երևի իմաստ չի ունենա։ Եթե կան այդպիսի բնակավայրեր, բայց կարող է բոլոր տեղերն էլ 3 ամիսը ապահովում է։ Ինչ։ Հա, այդ դեպքում ավելի լավ է փակ, այս դեպքում բացօթյա լողավազանի մասին է խոսքը, բայց ես խնդիր դնում եմ, որ բոլոր քաղաքներում, առնվազն սկսելով մարզ կենտրոններից, մենք բոլոր քաղաքներում այս տրամաբանությամբ ունենանք բացօթյա լողավազաններ, որոնք ազատ կլինեն, բայց իհարկե սպասարկման համար պետք է այդտեղ էլ նայել ֆինանսական սխեման, որովհետև հանդերձարան եւ այլն, ես կարծում եմ պրոբլեմ չի լինի, ընդհակառակը լավ կլինի, եթե պարզվի, որ այդտեղ կարելի է պատվիրակել, արտապատվիրակել, որպեսզի նորմալ սպասարկումը լինի սանհանգույց եւ այլն, որ փոքր ինչ որ անհրաժեշտ վճարովի սկզբունքներով լինի, լողավազան լինի ազատ։ Համենայն դեպս կարծում եմ, որ սա էլի կյանքի եւ ընդհանրապես մանկության փոփոխության շատ էական գործոն է եւ մենք իհարկե պայմանավորվել ենք, ես մարզպետին էլ Իջևան համայնքի ղեկավարին էլ ասել եմ, որ նախագիծը ինքը պայմանական ասած տիպային նշանակություն ունի, հիմա ինչ խնդիրներ կա, որ այնտեղի հայտ կգան, որովհետև առաջին նման ծրագիրն է եւ ըստ էության մեզ համար անծանոթ թեմա, որտեղ մենք նոր ենք մտնում, ինչ խնդիրների հայտ կգան, մենք ընդհանրապես բնականաբար կլուծենք, բայց նաև այդ գիտելիքը կկուտակենք, որպեսզի հաջորդ ծրագրերում արդեն իրականացնենք բոլորովին նոր արդեն տրամաբանությամբ։ Չնայած այնտեղ է մեծ խնդիր, ես ինչքան հասկանում եմ, չի լինելու։ Խոսքը վերաբերվում է մաքրման համակարգի գծագրերին եւ այլն, հիմա աշխատանքները արվում են, պարոն մարզպետ, որ կարգավորվի։ Այո, պարոն վարչապետ, հիմա աշխատանքները ընթանում են, երկուշաբթի օրը մասնագետը խոստացել է, որ ամբողջությամբ պատրաստ կլինի։ Շատ լավ։ Եվ հաջորդը սուբվենցիոն ծրագրերի մասին նախորդող շրջանում մարզպետների հետ ամփոփելով ես հասկացա, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալները էականորեն աճում են եւ գործնականում այն ինչ որ արվել է նախորդող 8 տարվա ընթացքում, հիմա համայնքները ընդհուպ կա, որ մի տարվա 2026 թվին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր, բայց նաև ես ուզում եմ ասել, որ ակնհայտ է, որ սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը էականորեն վերափոխել է եւ հանրապետությունն է ընդհանուր առումով վերափոխել եւ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունը այնտեղ արտահայտվում է եւ իհարկե մենք մաքսիմալ պետք է այդ ծավալները վերցնենք եւ այդ ծավալներով շարունակենք առաջ գնալ եւ իմ ընկալումն է նա, որ եթե մենք այս տրամաբանությամբ գնանք, այն փոփոխությունը, որ մենք տեսել ենք նախորդող 8 տարիներին, այդ տրամաբանությունը մենք առաջիկա 3 տարիներին, այո։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար